Իմ քայլը բարեգործական հիմնադրամի թիմը հերթական մոնիթորինգային այցն է իրականացրել Արմավիրի մարզ, շարունակելու գնահատել պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում ծրագրի շրջանակում անցյալ տարի ֆինանսավորում ստացած բիզնես ծրագրերի արդյունքներն ու գրանցած հաջողությունները ֆինանսավորումից 6 ամիս անց։ Իմ քայլը հիմնադրամի պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության մարզերում ապրող եւ վիրավորանք ստացած պատերազմի մասնակիցների սոցիալ-տնտեսական վերաինտեգրման հասարակության մեջ, խթանելով աշխատանքի կամքը իրենց մեջ, տալով պետք եղած հմտությունները եւ գիտելիքները, որպեսզի իրենք ունենան իրենց անձնական բիզնեսները եւ կարենան ապահովել իրենց ընտանիքների եկամուտը, դառնալով ինքնափավ, վերադառնալով բնականոն կյանք։ Ծրագիրը հաջող անցավ Շիրակի մարզում որպես պիլոտային ծրագիր եւ անգևերջ էր, որ անցած տարի արդեն ծրագիրը իրականացուցինք Լոռի եւ Արմավիր մարզերում։ Ունեինք 41 շահառու, որոնցից 27-ի բիզնեսները ֆինանսավորեցինք տրամաշնորհի միջոցով։ Հիմնադրամը չավարտեր ծրագիրը տրամաշնորհներ տալով, չի սահմանափակվիր այդ փուլում, մենք միշտ կհետևենք մեր շահառուներին, ծրագրի ավարտից 6 ամիսի հետ կիրականացնենք մշտադիտարկման այցեր, հետևելու բիզնես ծրագրերին, հետևելու շահառուների գրանցած հաջողություններին եւ փախված մարտահրավերներին։ Այսօր կգտնվենք Արմավիրի մարզում, տարբեր ոլորտերի բիզնեսները կայցելենք, մեր շահառուներին կհանդիպենք, իմանալու իրենց գրանցած հաջողությունները եւ անցած դժվարությունները, որպեսզի գնահատենք եւ գիտնանք, որ հաջորդ փուլում ոնց կամ ինչպես ավելի լավ կրնանք իրականացնել ծրագիրը։ Ծրագրի շահառուներից Կարո Համբարձումյանն ու Ռազմիկ Ֆահրադյանը Մեծամոր համայնքից են։ Նրանք հիմնել են ջերմատնային տնտեսություններ, որոնց զարգացումը հնարավոր է դարձել հիմնադրամի տրամադրած աջակցությամբ։ Ջերմատնան գյուղատնտեսությամբ եմ զբաղվում, որը ինձ համար կառուցեց որպես պատերազմի զինահաշման դամ իմ քայլ հիմնադրամի վիրավոր զինվորների մասնագիտական կողմնորոշման ծրագրով ֆինանսավորեց ստեղծել եմ 550 մոտավոր քառակուսի մետր ջերմոց, որտեղ մշակում եմ ամփուշ մոշ։ Հիմնադրամի շնորհիվ բավականին մեծ օգուտ է սա իմ ընտանեկան բյուջեին, իմ առօրյային, իմ ոչ միայն ֆինանսապես, նաև որպես զբաղմունք, որպես առօրյա անցկացնելու հետաքրքիր ու շատ կարևոր բան։ Շատ հիանալի ծրագիր են, որ փրկում է իմ կարգավիճակում տղաներից բոլորին։ Զուգահեռ նաև սովորել եմ ոսկեչական 3D մոդելավորում նույն հիմնադրամի ֆինանսավորմամբ, ովքեր գտան ինձ համար ինստրուկտորին, որով ամիսներ պարապեց ինձ հետ ու ստացա հիանալի նորից մասնագիտություն, ոչ թե միայն ստացա, այլ ունեի ես արդեն մասնագիտությունը, վերապատրաստեցի արդեն մի փոքր այս պահին դադար եմ տվել, զբաղվում եմ հիմնական ջերմատան զարգացման, երբ որ արդեն ջերմատունը կընկնի հունի մեջ, արդեն կանցնեմ 3D մոդելավորման իմ մյուս մասնագիտության աշխատանք փնտրելով։ Այժմ նրանք արդեն արտադրում են տարբեր տեսակի գյուղմթերք եւ ապահովում են իրենց ընտանիքների եկամուտը։ Նրանց փորձը վկայում է, որ ճիշտ կողմնորոշումը եւ նպատակային ֆինանսական աջակցությունը կարող են արմատապես փոխել պատերազմի մասնակիցների կյանքը եւ նպաստել նրանց վերաինտեգրմանը հասարակության մեջ։ Մասնակցել եմ Իմ քայլ հիմնադրամի բարեգործական ծրագրին ջերմոցատուն կառուցելու համար, որ ավելի ինձ հեշտ լինի մշակելը, քան բաց կռունտի մեջ։ Հիմա ջերմոցում աճացնում ենք վարունգ, իր սորտը տենց են ասում փուշ վարունգ էլի։ Հիմնական էս են որոշել, որ ավելի հարմար է վաճառքը, իր ավելի մատչելի, ավելի հարմար է իր վաճառքը, քան թե մնացած վարունգների սորտերը։ Հիմա աճացնում ենք, զբաղվում ենք այս հողագործությամբ, ես իմ ընտանիքը Իմ քայլ հիմնադրամը ներդրեց
միջոցներ, որ կառուցենք էս, ջերմոցի մատերիալ, ամեն ինչ, ինչը որ պետքա ջերմոց ունենալու կառուցելու համար ու գոհ եմ, շնորհակալ եմ իրանցից, որ ունեմ էս ամեն ինչը, ինչը որ ուզում էի շատ շուտ բանից էլ։ Եղել եմ Ռուսաստանում ու մի 6 ամիս եմ ապրել, տանից հետո փոշմանած եմ, որ իմ երկրից ուրիշ երկիր չկա։ Իմ համար է դա, իմ Հայաստանը ու իմ հողն ու ջուրը։ Մեծամոր համայնքից են նաև Կարեն Թադևոսյանը եւ Աշոտ Գրիգորյանը, ովքեր զբաղվում են անասնապահությամբ։ Հիմնադրամի աջակցությամբ նրանք ձեռք են բերել անհրաժեշտ սարքավորումներ եւ անասուններ, ինչի շնորհիվ կարողացել են զարգացնել իրենց տնտեսությունները։ Մասնակցել եմ պատերազմին, վիրավորվել եմ Շուշիում, աջակցել է Իմ Քայլ հիմնադրամը, զբաղվում եմ անասնապահությամբ, նորոգել եմ Թազա գոմ, ուզում եմ շարունակել իմ գոմը, խելացի անասնագոմ եմ ուզում հավաքել, կոբրից գոհ եմ, նորմալ ամեն ինչը, դե անունները կոշնա, ծաղիկնա, ձյունիկնա, մեկ էլ բալակը, 4-ն էլ ծնել են, 4-ն էլ նորմալ են, կատնատվությունը չեմ դժգոհում, շատ լավ է, շատ շնորհակալ եմ։ Խաչիկ Հովսեփյանը հիմնել է ֆոտոստուդիա, որտեղ կատարվում են լուսանկարահանումներ, տպագրման, պատճենման տարբեր աշխատանքներ։ Ստուդիան արդեն սպասարկել է բազում հաճախորդների եւ այս պահին Խաչիկը նախատեսում է ընդլայնել տարածքը։ Մասնակցել եմ Իմ Քայլի հիմնադրամի ծրագրին, ունեցել ենք գործող բիզնես, ֆոտոստուդիա էր ինքը։ Հիմնադրամը մեզ ոնց օգնել է, ապարատուրաներ կար պակաս, լրացնենք այդ ապարատուրաները, որովհետև արդեն բաներ կար, ոնց չէր երիքացնում, գործը ավելի շատ էր ուզում, բայց մեզ հերիք չէր։ Հիմնադրամը ֆինանսավորել է, հովանավորել է ու արդեն ինչ պակաս ապարատուրաներ կար ունենք, ու արդեն փորձում ենք ավելի կատարելագործել, բարելավել մեր բիզնեսը։ Փոքրիկ բիզնեսի կառավարման հարցերով իրեն աջակցում է նաև մայրը։ Մշտադիտարկումները սկսել ենք ամսի 8-ից Արմավիրի մարզում 7 շահառուի այց ենք կատարել եւ այսօր մենք գտնվում ենք Արմավիր քաղաքում մեր շահառու Խաչիկ Հովսեփյանի ֆոտոստուդիայում։ Մեր առաջին այցն է, առաջին մշտադիտարկումն է, որը տարվա մեջ 2 անգամ ենք իրականացնում։ Ֆինանսավորումից բիզնես պլանները ֆինանսավորումից հետո 6 ամիս հետո մենք իրականացնում ենք այս այցը, եւս մեկ այց կունենանք 6 ամիս հետո եւ այդպիսով կարող ենք արձանագրել, որ ծրագիրը շատ լավ հաջող անցել է, շահառուներն էլ են գոհ, մենք էլ ենք գոհ։ Հաջորդ մշտադիտարկումը իրականացնելու ենք Լոռու մարզում, մեր մյուս շահառուները, քանի որ ծրագիրը մենք մեկնարկել ենք 2 մարզերով, Արմավիր եւ Լոռի։ Լոռվա մշտադիտարկումը ամսի 17-ին եւ 18-ին են լինելու, քանի որ մեր Արմավիրի եւ Լոռու մարզերը դա 23-ից 24 թվականներ եւ հիմա այս փուլին հասել ենք մշտադիտարկմանը, այս պահին մենք իրականացնում ենք եւս 3 մարզերում ծրագիրը, դա Արարատի, Կոտայքի եւ Վայոց-Ձորի մարզերն են։ Հիմա այդ մարզերում այն փուլում ենք, որ հասել ենք բիզնես պլանների ֆինանսավորմանը։ Կարող եմ նշել, որպես ծրագրի ղեկավար շատ բարձր եմ գնահատում ծրագիրը, քանի որ արդյունք ենք տեսնում դրանում, թե որ չափ են մասնակիցները, ծրագրի շահառուները գրանցել հաջողություններ եւ ուրախ են դրանով։ Ինչպես նախորդ տարվա, այնպես էլ այս տարվա մոնիթորինգների փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ ծրագրերը չեն սահմանափակվում միայն դրամաշնորհով։ Դրանք դառնում են նոր կյանքի, նոր նպատակի եւ ինքնավստահության սկիզբ։